Տասնյակ դիեր սգացող հարազատներ, սա այն սակավաթիվ տեսանյութերից է, որը վերջին օրերին հասանելի է դարձել Իրանից դուրս։ Կադրերում Թեհրանի դիահերձարաններից մեկի տարածքն է, արդեն 5 օր սահմանափակված ինտերնետի և հեռախոսային կապի պայմաններում հարևան երկրում տեղի ունեցողի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկություն ստանալը գրեթե անհնար է։ Հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների ճշգրիտ թիվը մնում է անհայտ, իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակում են տարբեր տվյալներ։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից փոխանցեցին, որ Իրանում զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին տվյալներ այս պահին չկան։ ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների գործակալությունը հայտնել է ավելի քան 500 զոհի և 10,000-ից ավելի ձերբակալվածի մասին։ Իշխանությունը 3 երրորդյա ազգային սուք է հայտարարել առանց անդրադառնալու այն հարցին, որ սպանվածների մեծ մասը ցուցարարներ են։ Իրանի նախագահ Մասուդ Փեսեշքյանը ցուցարարներին ահաբեկիչներ է անվանել և անվտանգության ուժերին կոչ արել զբաղվել նրանցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իլոն Մասկի հետ Իրանում ինտերնետի հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Թեհրանը ցանկանում է բանակցել։ Երեկ Իրանի իշխանությունները զանգահարել էին, նրանք ցանկանում են բանակցել։ Ես կարծում եմ, նրանք հոգնել են Միացյալ Նահանգների ճնշումներից, հանդիպում է կազմակերպվում։ Այնուամենայնիվ Թրամփը հայտարարել է, որ մինչև հանդիպելը Միացյալ Նահանգները կարող է քայլեր ձեռնարկել, այլ մանրամասներ չհայտնելով։ Նա մինչ այս բազմիցս սպառնացել էր միջամտել, եթե Թեհրանի ուժայինները ցուցարարների սպանեն։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ համազգային բողոքի ցույցերը բռնի և արյունալի են դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտելու պատրվակ տալու համար։ Իրան Իսլամական Հանրապետությունը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է պատերազմի։ Մենք պատրաստ ենք նաև բանակցությունների, բայց այդ բանակցությունները պետք է լինեն արդար, հավասար իրավունքներով և հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Թեյֆ Ուիտկոֆի միջև հաղորդակցման ուղին բաց է մնում, նշել են Իրանի արտաքին գերատեսչությունից։ Իրանցի պաշտոնյայի խոսքով ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ, ըստ Արաղչի ոչ մի իրանցի նման բան չէր անի։ Նա պնդել է, թե խաղաղ ցուցարարներին միացել են զինված անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զոհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասել է, որ ցնցված է Իրանում ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների։ Նա կոչ է արել Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին հայտարարել է, որ պատրաստ է Իրան վերադառնալ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ես արդեն պլանավորում եմ իմ վերադարձը և անցումային թիմի աշխատանքը, ասել է Փահլավին, որը 1977-ից բնակվում է ԱՄՆ-ում։ Իրանում ցույցերը սկսվեցին 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը Թեհրանի տնտեսվարողները փակեցին իրենց բիզնեսները ի նշան տնտեսական վատթարացող իրավիճակի դեմ բողոքի։ Հակակառավարական ցույցերը տարածվել են Իրանի բոլոր նահանգներում։